Արվեստագետի աշխարհը գունեղ, անսովոր ու ինքնատիպ, իր մտահղացումների ու զգացողությունների նման, որոնց իրականացման ճամփաներին էլ անցնում է իր ողջ կյանքը, պարգևելով նրան արարման անմեկների գաղտնիքների հետ առնչվելու և դրանք բացահայտելու անզուգական ճակատագիրն ու հաճույքը։ Պատահական ոչ մի բան այս կյանքում չի լինում։ Ամեն ինչ ի վերուստ որոշված է և մարդը հանդես է գալիս որպես գործիք։ Ինքը Աստծու գործիքն է երկրի վրա։ Եվ կարող է ինչ-որ տեղել թեթև միջնորդի կարգավիճակում կարող է լինի, բայց այդ միջնորդը ես մի քիչ ավելի կասկածում եմ, քան թե գործիքը։ Շատ շատերը ասում են, որ ինձ Աստված տվեց այսինչ կարողությունը, որ ես կարողանամ ստեղծեմ։ Իսկ ես այդպես չեմ ասում, ես ասում եմ Աստված բոլորին տալիս է և կարողություն, և հնարավորություն, և ցանկություն, հա, բոլորին տալիս է։ Ամեն մեկը այդ հնարավորությունը և կարողությունը օգտագործում է յուրովի։ Ամեն մեկին թվում է, թե իրան որ տվել է, այն մեկին չի տվել, չէ, եղբայր մյուսին էլ է տվել, հա, ու լավ է տվել։ Հենց որ ում ինչքան տվել է, թող այդքանով գոհանա, ով ինչքան կարող է, թող այդքան ստեղծի և նվիրված մնա այդ ամեն ինչին, այս է խնդիրը, նվիրումով։ Ինչն է գրավել իր յուրահատկությունը ու այն բանը հետ վերադարձը ոնց որ էլի, որ դու անընդհատ ստանում ես, այսինքն ինչ որ մի բան տալիս ես, հետ ես ստանում, տալիս ես, հետ ես ստանում ու այդ անսահման երևույթը, որ անընդհատ այդ փոխադարձ հարաբերությունը գոյություն ունի, ինքը գնում է դեպի անսահմանություն, այտենց չի, որ այսօր տվեցիր ինքը հետ վերադարձրեց, կամ այսօր ստեղծեցիր դու տեսար ստեղծածդ, դրանով լիանաս, դրանով սահմանափակվես, ասես էսա լավ, վերջ, այս տեսակի մեջ մնացի ու բոլորը ինձ հասկացան, ես է բոլորին հասկացա, այս տեսակով կարելի է աշխարհը գրավել կամ մարդկանց համոզել, որ դու ես, չէ։ Ամեն օր քնից վեր ես կենում մի ձևի, ամեն օր քնում ես մի կերպ, ամեն օր հանդիպում ես տարբեր մարդկանց, ամեն օր շնչում ես տարբեր օդ չի լինում նույնը անընդհատ, ինքը անընդհատ փոփոխական է, ու այդ փոփոխականությունը ես, անձամբ ես, անընդհատ վերարտադրում եմ կտավի մեջ։ Հասարակ մի բառից, հասարակ մի խոսքից կարա ծնվի մի հատ մեծ կտավ ու կարա մի հատ մեծ պատերազմից էլի մի կտավ ծնվի։ Ինքը շատ հարաբերական հասկացողություն է։ Սկզբից միտքն է, հետո զգացողությունն է, որովհետև միտքը գալիս է, հետո ինքը ոնց որ ասած էփում է քո մեջ, հասկանում ես, որ միտքը եկավ, դու ոնց կարող ես վերարտադրել, այ խոսքս հենց այդ մի բառի, մի երևույթի մասին է, հա։ Մի երևույթ կարող է շատ թեթև թվա, մի մտածողություն կարող է շատ փոքր բանի մասին լինի, բայց իրանից շատ մեծ քանակի գործ ծնվի ու շատ լուրջ գաղափարների վերածվի ու շատ լուրջ հետևանքներ ունենա այդ արածը, էլի։ Ու նույնը մի հատ շատ մեծ երևույթ կարող է մի հատ փոքր գործի մեջ արտահայտվի, որ նույնիսկ կողքից անցնողս չի չնկատի էլ, բայց դու այդ մենակ դու գիտես ինքը ինչ արժեք ունի,
ինչի փոքր մնաց, ինչի չծավալվեց, որովհետև այդքանով դու սահմանափակվեցիր, ծավալվելու կարիք չկար, այսինքն ինքը այդ մի հատ մեծ գաղափար, մի հատ փոքր բանով դու ասեցիր ու վերջացավ այդ պատմությունը, այս է խնդիրը։ Ամեն անգամ շատ տարբեր է, հա, շատ տարբեր է, տենց չի, որ անընդհատ նույն զգացողությունով գաս, մտնես, արվեստանոց ստեղծես, բան, ինքը այդ ցիկլը, ոնց որ ասած, փագացա ամբողջ կյանքիդ համար, որ դու նվիրված ես այս գործին, այս քո գործն է, այս քո պարտականությունն է, այս քո անելիքն է, քո պարտքն է, ես չգիտեմ ում եմ պարտք, ճիշտն ասած, ոչ մեկին պարտք չեմ, բայց ես անընդհատ, որ նկարում եմ, ես ոնց որ միտեղ պարտքս փագեմ, հա, ես չգիտեմ ում եմ պարտք, հա, բայց իմ պարտականությունն է, ես մարդկա ասում է, ինչ լավ է, գալիս ես քո համար նկարում ես, որ գլխիդ տեր կա, ոչ տիրական կա, ոչ ասող կա, ոչ բան կա, բայց այդ ամենադժվար բանն է, ոնց մարդը ինքը իրան կարաս տիպի, առանց ոչ մի բանի, առանց պարտադրանքի մարդը գա, կամ առանց ինչ-որ շահ ունենալու, մարդը գա մտնի արվեստանոց ու սկսի անընդհատ նկարել, էլի, չգիտեմ, էլի եմ ասում, կարող է պարտքեմ դրա համար եմ անում, բայց ես անում եմ սիրով ու չեմ էլ մտածում, ասենք, այսօր զգացմունքս ոնց էր, վաղը ոնց է, այսօր ինչից դրդվելով եկա նկարելու, կամ մի քանի օր ինչի չնկարեցի, Այդ մնացածը արդեն ինքը երևում է, էլի, ոչ գրելով է, ոչ էլ ասելով է, չեմ գալի խոսալով սկսում նկարել, էլի, սուս ու փուս հանգիստ գլուխս գալիս եմ նկարել։ Երբ որ սովորական աշխարհը արվեստի նման կլինի, լավ չի լինի։ Ու նույնն էլ լավ չի, երբ որ ստեղծած այդ արվեստն է սովորական աշխարհի նման։ Ընդհանրապես ես հասկանում եմ ու իմ կյանքի այդ երկար ստեղծագործելու process-ը ցույց է տվել, որ արվեստը միշտ պետք է առաջ լինի։ Մի քանի աստիճան, կարող է մի 1 չէ, բայց մի 3, 4, 5 աստիճան պետք է առաջ լինի, որովհետև այն ինչը որ դու ես անում, ինքը սովորականից դուրս է։ Սովորական մտածելակերպից դուրս է, սովորական դատողություններից դուրս է, չափից դուրս է, գույնից դուրս է, ամեն ինչից դուրս է ինքը։ Եթե բա էլ ինչ ես ասում, ստեղծագործում եմ, հենա կա, էլի գնա նայի, ես ինչ անեմ, նստի ավտոբուս, գնա, ասենք, Էջմիածինը նայի, գնա Գառնի Գեղարդը նայի, իջի գնա ձորում ֆրֆռա, բան, այդ ամեն ինչը կա, Աստված ստեղծել է, բայց դու քանի որ միջնորդն ես, դու էլ այն բաները, ինչը որ սովորական մարդու աչքին տեսանելի չի, սովորական մարդու զգացմունքին հարիր չի, ինքը չի հասկանում, որ այդպես բաները գոյություն ունի այս աշխարհում, այդ էլ քո բաժին պարտքն է, որ պետք է անես, միջև ինքը կգա կհասնի այդ աստիճան, որ մի օր կարող է հասկանա այս նկարչությունը։ Գույնի ու գծի մեջտեղում ինչ-որ գաղտնիք կա պահված, ինչ-որ հետքեր են ձգվում, չգիտես ում կողմից արված։ Գույնի ու գծի արանքում մտքեր ու հույզեր են կախված, երևի խոսել են ուզում, ու զրույց անել սրտաբաց։ Գույնի ու գծի ճախրանքում հոգու թրթիրներն են քնած, ու սրտի շշունջն է լսվում, ասես ինքն իրեն հմայված։ Ես չեմ պատկերացնում մի ռուս կամ, չգիտեմ, նկարիչ, որը որ կարողանա այս գույների մեջ տեղավորվում, իրանք չեն տեղավորվում այս գույների մեջ, մենք շատ գունեղ ենք, շատ զգացողական ենք, շատ էմոցիոնալ ենք, շատ բարդ ենք իմիջիալոց, հա,
ազգայինը գոյություն ունի։ Առանց ազգային հիմքի, առանց ազգային հասկացողությունների չես կարող, ասենք, գոյություն ունենալ։ Կարաս նմանվես ինչ-որ մեկին, մի իսպանացի նկարիչի, մի իտալացի նկարիչի, մի ռուսի, մի արաբի, մի ճապոնացու բան, բայց այդ նմանվելը ուրիշ է, բայց հասկանաս, ընկալես, հետո վերես քո ազգայինն էլ դրան գումարես ու ստեղծես մի հատ նոր որակ, այ դա բարձրագույն կետն է։ Ամեն ինչից օգտվես, բայց ֆունդամենտը, հիմքը թողես ազգայինը։ Ու եթե նույնիսկ չես էլ ուզում թողես մի քիչ թեթև ես նայում ազգայինին, ինքը մեկ է, մի քիչ ազդեցություն ունենում է։ Էլ չեմ ասում մնացած դեպքերում, որ ինքը շատ լուրջ ազդեցություն ունի։ Փնտրելու մեջ ենք էլի ամբողջ կյանքներս։ Ես երանի կտայի, որ մի օր այդ փնտրածս գտնեի, էդ էլ նկարեի, ասեի շնորհակալություն ախպեր, ինչ որ փնտրել էի ես գտա, ախպեր հիմա ես գնում եմ թոշակի, գնում եմ հանգստանամ, գնում եմ ձորում ձուկ բռնեմ, գնում եմ սարում ոչխար արածացնեմ, այսինքն ոնց, բա քեզ միսիա ունեիր, դու միսիոներ ես, պետքա միջև վերջի շունչդ կատարես այդ միսիան, քեզով ա թույլ տվի գնաս ձորում ձուկ բռնես, կամ քեզով ասեց, որ դու վերջացրեցիր, այդ դու որոշեցիր, դու ով ես, որ որոշես, դու ով ես, որ որոշում կայացնես, այս նկարդ լավն ա, վատն ա, քո գործը վրցավ, չի վերջանում ինքը, անվերջ է, ու իրոք անվերջ է, մի անգամ շատ հետաքրքիր էր են մի արվեստանոցում կողքում, որ մի օր մեկը մտավ նայեց զարմացած, sense նայում այլ ասում, այսքան նկարը դու ես նկարը, ասում եմ, հա, ես երբ ես հասցրել, ասում եմ, լսի, ասում եմ, մեր չխոսանք այդ մասին էլի, հիմա բա որ ասեմ, ինչքան չեմ նկարել, դու կզարմանաս, այսինքն, ինչքան գաղափար ա եկե, ինչքան հնարավորություն ա եղել, որ բացես թողե, ինչ էր պետք է անել, որ չես արել, այսինքն այն չնկարածներից համար հիմա եմ ես փոշմանում, որ ինչքան բան չեմ արել, հենց որ անելիք լիքն է, Փառք Աստծո։ Ես ոչ մի անգամ չեմ մտածել, որ ես իմ համար ինչ-որ աշխարհ եմ ստեղծում։ Ազնվությամբ, այս նկարները ես իմ համար չեմ նկարում։ Այս լրիվ լուրջ եմ ասում, ինձ պետք չեն այս նկարները։ Ինձ այդ պրոցեսն է կարևոր, որ պրոցեսը եղավ, նկարը ստեղծվեց, ես իմ միսիան կատարեցի, մնացած Աստված իրանց հետ ուր ուզում են գնան, ինչ ուզում են անեն։ Այս նկարները ազատ են այնքան, ինչքան ես եմ ազատ։ Ես իրանցից կախվածություն չունեմ, երբեք չեմ նստում լացում նկարի վրա, բայ, այս նկարը նենց, այն նկարը նենց, չէ, իրանք ազատ են, վերջ, ես իմ բաժին գործը արել եմ, չգիտեմ, ես իմ աշխարհն է, իմ աշխարհը չի, ում համար է, ես չգիտեմ, այս նկարը ինչ-որ մեկի համար է, իմ համար չի, ես չեմ արել, որ տանեմ իմ տանը կախեմ, էլի, ես է սա խնդիրը, ես այդքան տուն չունեմ, ասենք, աղքատ չեմ, ունեմ տուն, բայց այդ չափի տուն չունեմ, էլի, ասենք, մի 800 սենյակ, որ տանեմ կախեմ, ես մարդկանց համար է, մարդիկ տանեն կախեն, իրանց տաները վայել են։ Նույն բովանդակությամբ 100 ձևի կարելի է նկարել։
Այսինքն ձևը ինքը երկրորդական է, էլի։ Բովանդակությունը այն իմաստն է, այն հոգին է, այն բանն է, որ դու դնում ես դրա մեջ, հա, թե չէ, ձևը հենց ինքը ասում է, որ ինքը ձև է։ Այսինքն այդտեղ այդ ձևի մեջ բովանդակություն չկա, հոգի չկա, ինքը արտահայտման ձև է, այս ձև ես որոշի անես։ Բայց հիմա թե բովանդակությունը կարա լինի փոքր կտավի մեջ մեծ բովանդակություն, շատ մեծ կտավի մեջ կարա ընդհանրապես բովանդակություն չլինի։ Դա համար կարևոր բովանդակություն։ Առեղծված է այնա, որ ինքը քեզ անընդհատ ստիպում է, որ դու գաս արվեստանոց ու նկարես։ Զարմանալի բան է, էլի, այսինքն ինչի չի վերջանում այդ process-ը, էլի, այս առեղծված է։ Այսինքն ոնց որ գնացիր, նկարեցիր դրսում կամ ստեղ եկար նկարեցիր, վերջացավ, այդ ամեն ինչը արեցիր, բայց հետո տենում ես, որ չէ, ախպեր, այդպես չի, ինքը անվերջ է, այս երևույթը չի վերջանում, այս արևի նման է, ամեն օր արևը ծագում է, այդ ոնց որ զարմանաս ասես, ինչի է ամեն օր արևը ծագում, դե տենց է հիմա, ամեն օր արևը ծագում է, հիմա ամեն օր արևը ծագում է, դու էլ ամեն օր գալիս ես ստեղծագործում ես, ինքը իրականում առեղծված է, հենց էդ է, որ չեղած տեղից, որտեղ այդպես չի, որ պարտադիր դու վաղը պետքա քնից արթնանաս, ոչ ոք քեզ երաշխիք չի տվել, թուղթը գրած չի, դրած չի, որ վաղն էլ դու անելիք ունես, չէ, դու այսօր պետքա անես, այսօր պետքա վերջացնես քո այսօրվա անելիքը, որովհետև չգիտես, վաղը դու կաս, թե չկաս, վաղը դու այդ հնարավորությունը ունես, շարունակես ասելիքդ, թե չէ, դու այսօր պետքա սահմանափակվես այսօրվանով, վերջի շնչով, վերջի հնարավորությունով, վերջի ներկով, վերջի գաղափարով, հա, այն ամենա վերջի հնարավորությունը դնես, որ եզրափակես ասելիքդ, որտեղ վաղը չգիտես, կարաս ասես, թե չես կարող ասես, այս ամենակարևորը։ Եթե ասեմ իմ կյանքի իմաստը նկարչությունն է, կարող է մի քիչ զարմանալի լինի, բայց դե կամ կարող է շատ ստանդարտ լինի, որ նկարչությունն է։ Լիքը լավ բաներ կա, էլի, լիքը լավ բաներ կա, որի համար արժի ապրել։ Ասենք թեկուզ երաժշտություն, թեկուզ թատրոն, թեկուզ գրականություն, թեկուզ զուտ հասարակ մարդկային շփումներ, որի կարոտը անընդհատ կա։ Հա, թե չէ մենակ նկարչությամբ ապրելը այդ մի քիչ բանի նման է, էլի դառնում, ասենք ոնց որ մի քիչ հոգեկան հիվանդություն վերածվելու նման է ինքը։ Այս նկարչությունը այդ ամենի սինթեզն է, հավաքածուն է, այսինքն ստեղ ամեն ինչ կա, սրա մեջ ամեն ինչ կա, ասում եմ, մարդկային հարաբերություններից սկսած, վերջացրած գրականությամբ, երաժշտությամբ եւ այլն։ Մարդը գալիս է այս աշխարհ, որտեղ պետքա գար։ Չէ, իրոք պետքա գար։ Իսկ այնը որ պետքա գնար, ինքը գնում է։ Մեկը չծնված է գնում, մեկը ծնվում է 2 օր հետո է գնում, մեկը մի տարի հետո է գնում, մեկը 20, մեկը 100։ Հա, հիմա ինչի էր մեկը 100 ապրել, մեկը 20։ Եկել էր որ գնար, հա։ Երևի
ինքը իր միսիան կատարում է գնում է։ Միսիոներ։ Ուրիշ ոչ մի բան չունես անելու։ Դու միսիա ունես, դու չգիտես միսիադ երբ է սկսում, երբ է ավարտվում ու երբ ես գնալու։ Ամենակարևորն է դա, որ դու ոչ մի բան չգիտես ու ոչ մի բան քո ձեռքերում չի։ Հիմա բարի եղի, ինչ որ Աստված քեզ տվել է, իրականացրու, վերջ։ Թե դու երբ ես եկել, դու չես որոշել, թե երբ կգնաս, էլի դու չես որոշել։